Բարև ձեզ Factor TV հյուրը բանաստեղծ հրապարակախոս Մարինե Պետրոսյանն է, բարև ձեզ։ Տեսեք, 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի կառավարող ուժը փոխել է իր շատ տեսակետներ, օրինակ Թուրքիայի եւ Ադրբեջանի ուղղությամբ դա շատ ակնհայտ են տեսակետներ։ Դեցեք ինչից հետո 44-օրյայից։ Նրանց շատ բարդ էր շփոթել դաշնակցականների հետ, էլի, ուզում եմ ասել խաղացությունից քիչ են խոսում են մեր պատմական այսպես հիշողությունների մասին, բայց պատերազմից հետո ակնհայտորեն հիմա փոխել են իրենց բառամթերքը, խոսում են ամբողջ օր խաղացությունից, այն ժամանակ կարող են Վիլսոնի Հայաստան իրավարար վճռից խոսել եւ այլն եւ այլն։ Ինչ եք դուք մտածում, ինչու է ԿՊ-ն այս խոսույթի տարբերությունը արձանագրել եւ քաղաքականության տարբերությունը, եթե այն ժամանակ Արցախի բանակցություններ բերելու կողմնակից էին օրինակ, հա, Արցախը Հայաստանը եւ վերջ, հիմա փակվում է այդ էջը եւ խաղաղության, բարեկեցության, չգիտեմ, համագործակցության մասն են խոսում։ Նախ ասեմ, որ ես իհարկե հիմա միայն շատ հեռվից եմ նայում, ներսից չգիտեմ, բայց իմ տպավորությամբ ԿՊ ասելը այնքան էլ ճիշտ չի, ես կարծում եմ այնտեղ ամեն ինչ մեկ մարդ է որոշում, որտեվ իդեպ պարտությունն մեր պարտությունից անմիջապես հետո, քանի որ այնտեղ կան մարդիկ, որոնց ես ժամանակին բավական մոտից ճանաչել եմ եւ մտածում էի, որ ներսում ինչ որ խոսակցություն կլինի, ինչ որ բան կլինի։ Իմիգվա ԿՊ-ի, թե 20 թվի ԿՊ-ի։ Պարտությունից հետո 20 թվի։ Ես մտածում էի, որ այնտեղ ինչ որ իսկապես բաներ կլինի, բայց քանի որ չեղավ, ընդհանրապես 1-2 հոգի կարծես դուրս եկան, հետո հետ գնացին։ Չեղավ, ես դրանից հետո հասկանում եմ, որ այնտեղ այո, ամեն ինչ մեկ մարդ է որոշում։ Իսկ այդ մեկ մարդը, որին գիտեք ով է եւ ինքը որոշում է, ինքը չունի ոչ հայացքներ, ոչ գաղափարներ, ինքը պարզ ասում է, չէ, գաղափարախոսություններ անցած, իմ կարծիքով այո չունի, եւ ունի ինչ որ, ինչ ասեմ, իր նպատակները ոչ գաղափարական են, ոչ գաղափարաքաղաքական, այլ ընդհանրապես իշխանություն պահելու եւ նաեւ ինչ որ ամբիցիաներ ունի երևի պատմության մեջ մնալու այդ էլ է քաղաքական գործիչներ այդպես նրա պատմության մեջ չէ ես չեմ կարծում ես դրա համար եմ ասում գիտեք ինչ իդեպ էս մի քիչ շեղվեմ բայց նույնին է վերաբերում այստեղ շատ խոսակցություն կա չէ ինչու ես էլ եմ այդ հարցը ինձ տալիս ոնց է լինում որ նայում եմ այս ժողովուրդը շատ են ասում են այս ժողովուրդը վատնա արժանի էր այս ամեն ինչին չէ համաձայն չեմ ես իմ ժողովուրդը համարում եմ բավական ուժեղ եւ առանցք ունեցող ժողովուրդ, չեմ կարծում ինքը վերջնական կոտրվել է, բայց իսկապես ինչու չի կարողանում այս վիճակից դուրս գալ։ Դա նրանից է, որ որպեսզի ընդհանրապես մի բանի դեմ դու պայքարես, այդ բանը պիտի ինչ որ քիչ թե շատ հստակ լինի։ Ասենք դա ամենից առաջ վերաբերում է քաղաքական դաշտին, հա։ Նիկոլ Փաշինյանը եթե ունենար որոշակի գաղափարախոսություն իր դեմ պայքարելը ավելի հեշտ կլիներ։ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բան չունի, ինքը կարող է ասի այսօր էս, հենց նույնիսկ վաղը չէ, այսօրվա իրիկունը կարող է ասի ուրիշ բան։ Եւ դրա դեմ պայքարելը շատ դժվար է։ Նկատի ունեք մի օր Եվրոպամետ է, մի օր Ռուսամետ։ Ոչ մի բան էլ չի, ինքը խաղաղություն է բերում, մի օր եկեղեցասեր է, աղոթում է։ Նկատի ունեք գիտեք հիմա ես չպիտի ասեմ, հա, դա ես չպիտի ասեմ, ասենք այդ կամ էլ հիմա ինքը բայց ես չէի ուզի նայեք ընդդիմությունը ինչու հակախաղ չի գտնում ձեր կարծիքով ասեցի ինչու որովհետև դժվար է ինքը բոլոր հենց մի ամեն ինչը սենց նայեք Նիկոլ Փաշինյանը ինչ է անում ուզում եմ ասեմ ամենասարսափելի բանը որ ինքը անում է տեսեք այսօր Այն որ մենք պարտվեցինք, եթե ես մի քիչ ուզենամ շատ իրան սև չներկայացնել, հավերցնեմ իր մեղքի փոքր տարբերակը, կարող եմ ասել իսկապես կային օբյեկտիվ պատճառներ եւ գուցե այդ պարտությունը անխուսափելի էր, չէ՞։ Այդ ես քանի որ մոտ չեմ այդ ռազմական այդ, բայց կարող եմ, չնայած հիմա չեմ պնդում, որտեվ ավելի հավանական է այն մյուս տարբերակն է, որ իր դերն է շատ մեծ պարտության մեջ, բայց ենթադրենք, ես ասեմ, ենթադրենք իսկապես պարտությունը անխուսափելի էր, բայց նայեք այդ պարտությունը ինքը անում է մի հատ սարսափելի մի հատ բան անպատկերացնելին ես չէի պատկերացնում որ դա հնարավոր է ինքը ասում է
այդ պարտությունը լավ բան է, մենք պետքա ուրախանանք, որ պարտվել ենք։ Գիտեք ինչ, ես չգիտեմ, ուրիշ ուղիղ այդպես չի ասում, բայց այդպես ենք հասկացել։ Այդպես էլ ասում եմ, մենք մեր պարտությունը, մենք պարտությունը մեզ անկախություն է բերել, հա? Այդպիսի բան։ Գիտեք ինչ է ասում, Արցախյան կոնֆլիկտը թոք էր մեր վզին։ Այո, դե եթե թոք էր, հիմա դա ամենամեծ, ես ուզում եմ, որ ամեն ինչ դրա վրա կենտրոնանամ, չգիտեմ ժամանակը ինչքան է, ես դրա մասին գրել եմ, բայց նորից ուզում եմ ասել, նայեք, դա ոչ թե պարզապես սխալ է, ոչ թե պարզապես սուտ է, որտեղ մեծագույն սուտ է, այլ ինքը քանդում է ամբողջ մեր ամենակարևոր մեր ողնաշարն է քանդում։ Դեռ ես ու սարսափելին է, որ նոր սերունդ է եկել իսկապես եւ կան մարդիկ, որտեղ Արցախյան ընդհանրապես շարժումը եւ Արցախյան հաղթանակը պես լավ չի ներկայացված։ Գիտեք, դպրոցներում էլ խնդիր կա, ես չգիտեմ ինչ են ասում դպրոցներում, այն ժամանակ նույնիսկ դպրոցներում հիմա պաստորեն նոր սերունդը ինչ որ պատմելով է հիշում դա եւ շատերը իսկապես չեն հիշում ինչ է։ Նիկոլ Փաշինյանը կնեք հասկանում է թե այդ ձեր ասած նոր սերնդին ինչ է պետք կյանք ազատ վիզայական ռեժիմ չի կարող այդպես լինել, չգիտեմ, չի կարող այդպես լինել, որ ամբողջ սերնդին պարզապես խաղաղություն, բարեկեցություն, գնացեք, կրթվեք, ունեցեք լավ աշխատանք, լավ ընտանեկան միջավայր, սիրավեպեր, բայց այդպես չի կարող լինել։ Ցանկացած ազգի մեջ կա այդ հատվածը, որի համար որը ինչ որ բաներ չունի, ուզում է ուղղակի լավ։ Բայց դա չի կյանքը, Տիկին Պետրոսյան։ Ոչ։ Դա չի կյանքը։ Դա կենթանու կյանքն է, ոչ մարդու։ Մարդը կենթանուց հենց դրա բանով է տարբերվում։ Այսինքն միշտ պետք է նայեք, կենթանին ինչ է անում, կենթանին սնվում է, բազմանում է, ապրում է, մեռնում է։ Դա կենթանին է։ Հա, շատերն ասում են իդեպ այսօր կա այդ բանը, չէ՞, կենթանուն հավասարեցնել մարդուն, դա էլ է շատ վտանգավոր բան։ Կենթանին լավ բան է, բայց ինքը կենթանի է։ Մարդը ի տարբերություն կենթանու, բացի այն, որ ինքը ուզում է սնվել, սեռական հարաբերություններ ունենալ, երեխա ունենալու, մարդը մի քիչ ուրիշ բան էլ է ուզում։ Եվ մարդը հենց այդ է, դրանով է ինքը կենթանուց տարբերվում, նկատի ունեք, որ վեհ արժեքներ պետք է լինեն, գիտեք ինչ այդ բառը մի քիչ բան է, ես ասում եմ այն, որը միայն դրանով չի, հա, ասենք կա բան, որը ուտելով չի էլի միայն, ուտելուց այն կողմա, հա, դա այնքան ակնհայտ, ամոչ քաղաքակրթությունների պատմությունը էդ է։ Եվ այդ Փաշինյանի ասածը հավանեք, չհավանեք եղել, բայց դուք ինձ անդադ բան եք անում։ Կշարունակեք, հիմա ծրվում է մեր խոսակցությունը։ Չէ, դուք անպայման հիմա կշարունակեք խոսել ինչքան ուզում եք, հա։ Ասում են, եկեք այս Հայաստանը ուժեղացնենք, զարգացնենք, չգիտեմ, իրական Հայաստանը խնդիր ունեք այս կոնցեպտի հետ։ Այո, խնդիր ունեմ, որովհետև դրանով Հայաստանը չի ուժեղանա։ Հայաստանը դրանով չի ուժեղանա, այսինքն եթե դու նայեք, Հայաստանը, եկեք հասկանանք, Հայաստանը ինչ պետություն է, որտեղ կան տարբեր պետություններ։ Օրինակ Սովետական Միությունը, որտեղ ես ծնվել ապրել եմ, եւ որից մենք անկախացել ենք, հիշեք, մենք Սովետական Միությունից ենք անկախացել։ Ինչ պետություն էր, ինքը ազգային պետություն չէր։ Ինքը հանրապետությունների ֆեդերացիա էր։ Եվ հենց սկզբից պարզ բոլշևիկները իրանք պարզ ասել էին, իրենք կառուցում էին մի երկիր, որի նպատակը կոմունիզմի կառուցումն էր։ Ընդ որում սկզբում կային բոլշևիկներ, որ հավատում էին դրան եւ ինքնին կոմունիզմի կառուցումը իդեպ ասեմ, որ իմ կարծիքով վատ բան չէր, բայց նախ դրա համար իրան գնացին արինաղության եւ այլն եւ հետո գնաց կարճ որ ասեմ, սովետական պատմությունը այնպես էր, որ չստացվեց կոմունիզմի կառուցումը եւ այն սովետական միությունում, որտեղ ես եմ ծնվել, բոլորը գիտեին, որ կոմունիզմի բանը ձախողվել է, բայց պաշտոնական գաղափարությունը այդ էր, դու դպրոցում գնում էիր, դա էր կարդում, քննությանը դա պիտի ասեիր, ամենտեղ դա պիտի ասեիր, բայց եթե դա լիներ, իդեպ ես ձեզ մի բան ասեմ, երբ որ Արցախյան շարժումը հա, լավ, մի քիչ չշեղան, բայց մարդկանց մեջ, ասենք դա պաշտոնական է, ֆորմալն էր, սկի պաշտոնականն էլ չէր, բայց մարդկանց մեջ ազգայինը ապրում էր եւ ասեմ որպես հպարտություն ապրում էր առաջին հերթին գրողների շնորհիվ եւ ընդհանրապես արվեստագետների, բայց առաջին հերթին գրողների, որտեվ ես դրա մասին գրել եմ, դա ով ապրել այդ ժամանակ հաստատ գիտի, դա այնքան ակնհայտ է, այնտեղ եթե մտնեի ցանկացած մարդու տուն, այնտեղ անպայման կար գրապահարան եւ այդ գրապահարանում ամենապատվավոր տեղը պատմավեպերն էին եւ այդ պատմավեպերի առանցքը հայոց ազգային երազանքներն էին։ Այսինքն, ինչ է նշանակում, որն է հայոց ազգային գլխավոր միտքը, որ մենք ունեցել ենք պետություն, մենք ժամանակին էլ ունեցել ենք ուժեղ, հետո կորցրել ենք, բայց միշտ փորձել ենք նորից ստեղծել այդ պետությունը։
եւ ասեմ այդ պետություն ստեղծելու նաեւ ասեմ քանի որ Արցախի հետ է կապվում որտեղ սարսափելին ոմանք Արցախը հակադրում են անկախությանը որպեսզի դու պետություն ստեղծես նա պետք է հողահավաք անես դա այբուբենն է դու պետք է հողերը հավաքես որ դրա վրա պետություն ստեղծես եւ դրա համար երբ որ մարդիկ Արցախ էին գոռում ասենք 88-ին իրենք պարզապես Արցախ չէին գոռում իրենք Արցախը սիմվոլացնում էր ամբողջ հայոց պետությունը եւ պիտի Արցախ իհարկե այն ժամանակ պես Ղարաբաղ կոմիտեն չէր խոսում անկախացումից բան դա քաղաքական տակտիկա էր որտեղ այն ժամանակ բայց փաստացի հայոց անկախացումը փաստացի չեմ ասում ըստ էության ապրես իրականում սենց ասեմ հայոց անկախացումը Արցախով է կատարվել որտեղ իդեպ շատ են ասում են Արցախի շարժումը ենթադրենք չեղավ ենթադրենք ուշ այդ նախաձեռնողները ինչ որ ուշացրին ենթադրենք չլիներ չէ Հայաստանը լսած կլնեք այդ կարծիքը չի ասում մենք չենք անկախացել պետականությունը քանդվեց մենք էլ ուղղակի օգտվել ենք այդ դա կլիներ այն դեպքում եթե Արցախյան շարժումը չլիներ իսկապես բաներ որտեղ անկախականները հենց պարզապես անկախականները Պարուհ Հայրիկյանն բավական այդպես ազդեցություն չունեին Հայաստանում որտեղ անկախացումը ինքնին չի անկախացումը հենց կապվում էր հողահավաքի հետ տվյալ դեպքում Արցախը որտեղ ռեալ էր այնտեղ հայեր էին ապրում ասենք Արամիկյան Հայաստանը վերադարձնելը իհարկե շատ այսօր դրա մասին խոսելը շատ բան է որտեղ այնտեղ հայեր չկան բայց Արցախում կան բայց վերջացնեմ ուզում ասեմ անկախացումը դա է եղել եւ Նիկոլ Փաշինյանը եթե ինքը ասում է որ իդեպ Արցախի շարժումով մենք կախված էինք ռուսներից ճիշտ ոչ միայն բան սուտ ճիշտ հակառակն ասում իրականության իդեպ ամենակարևոր մի բան անն ասեմ շատերը դա էլ չեն հիշում նայեք Արցախյան շարժման ժամանակ չի եղել շատերին այդպես է ներկայացվում որ մենք եղել ենք ինչ որ չգիտեմ նույնիսկ ֆաշիստ բառն է չէ օգտագործում այդ Ալիևյան տերմինը որ մենք եղել ենք ադրբեջանատյաց ինչ որ բաներ ոչ չի եղել Արցախի շարժում ես բոլոր հանրահավաքներին առավոտից իրիկուն այնտեղ գնում էի առավոտը գնում էի իրիկունը վերադառնում էի տուն ամբողջ հանրահավաքներին լսել ցավոք այդքան չկա էլ զարմանալի չի չկա ոչ վիդեոները կան ոչ բան համարյա չկա հատվածներ կան երբեք չի եղել ամենասկզում մի քիչ կար եւ Սումգայիթի բաներից մի քիչ կար բայց հիմնական բանը եղել է Մոսկվայի դեմ ոչ թե նույնիսկ Բաքվի դեմ էլ չի եղել այդքան չքան Մոսկվայի դեմ որտեղ Մոսկվան էր որոշում ընդունողը մեր Արցախյան շարժումը մեր անկախության շարժումն է տեսեք եթե ճիշտը խոսենք ես չեմ հավակնում ինչ որ տենց վեհ բաներ ասել բայց մեր ժողովուրդը ջանքեր գործադրել է որ Արցախը պահի հայկական առնվազն հա եւ պատերազմը չէ նկատի ունեմ շատ որ մեղադրում են որ մենք արժանի չէինք եւ այլն հայ ժողովուրդը չէ արժանի չէինք նկատի ունեն որ Նիկոլ Փաշինյանն են հանդուրժում որ պարտությունից հետո նորից Նիկոլ Փաշինյան անձերի դեմ չեմ տա հիմա հարցս հնչեցնեմ տեսեք մեր ժողովուրդը տվել է շատ ռեսուրսներ իր կյանքը իր բարեկեցության մի մասը եւ այլն այսինքն դա նորմալ է ընկալվել եւ շատ շատերը առանց աշտ թարթելու դա արել են բայց վերջնարդյունքը եղել է կորուստը Արցախի, ինչը ողբերգություն է եւ չգիտեմ ինչ որ մի օր այդ վերքը կվերանա թե չէ, ավելի հավանական է որ ոչ։ Բայց չեք ընդունում որ այդ կորստով հանդերձ այսօր ապրելու խնդիր կա, այս Հայաստանի տրամաբանությունը ձևակերպելու խնդիր կա։ Այո, կա, բայց ոչ այն ձևով, ինչ ձևով արվում է։ Եկեք հասկանանք ձեր տեսակ, ես ձեզ հրավիրել եմ որ ձեր տեսակետը, հա, ասենք Ցեղասպան երկու հարևան ունենք ըստ էության, որոնք ագրեսիայի պատերազմ անձազերծելու որևէ խնդիր չունեն, կարող են առիթ գտնել եւ անել։ Ձեր կարծիքով որը պետք է լինի նրանց հետ խոսելու լեզու։ Եթե օրինակ մենք Արցախի մասին խոսենք այսօր կամ առավել եւս Արևմտյան Հայաստանի, նրանք թույլ կտան մեզ ապրել։ Միգուցե մի քիչ տակտիկան պետք է փոխել, ատամները կրճտացնելով, չգիտեմ, մեկը կասի նսեմանալով, մեկը կասի համբերատար լինելով եւ այլն, այս պետությունը զարգացնենք, թող մարդիկ եւ Հայաստանի զարգացումը նրանց նկատմամբ լինի մարտահրավեր։ Ինչ եք դուք մտածում։ Ես նախ սկսեմ հարցը շնորհակալ եմ հարցի համար, նախ սկսեմ Թուրքիայից, որտեղ մի քիչ ավելի կարելի է չեզոք խոսել, այսօր որտեղ չի կապվում այսօրվա, ասենք բաժանում կա Նիկոլ Փաշինյանի հետ, ասենք որ ինչ որ ատելությունից եմ խոսում։ Ես Թուրքիա այնպես հաստատվել, որ դեռ
դեռ ով էր իշ, չգիտեմ, մի 2001-ն էր թե 2-ն էր, այսինքն այդպես այդ ժամանակն ընդ որում այնտեղ բավական լավ ժամանակներ էին, ազատ ժամանակներ էին Թուրքիայում։ Այնպես ստացվեց ես գնացել եմ Թուրքիա եւ շատ հետաքրքիր ձևով, ասենք մարդիկ հիմա էլ են գնում են Թուրքիա, մինչև վերջերս էլ շատ գնում էին, բայց ավելի շատ գնում էին, ասենք կոնֆերանսների, չէ՞, եթե դու գնում ես ինչ որ կոնֆերանսի կամ ինչ որ հանդիպման, դու շփվում ես այնտեղ որոշակի խավի հետ, չէ՞։ Ես այնպես ստացվեց, ես ինտելեկտուալ խավի, այնպես ստացվեց ինձ սփյուռքահայեր հրավիրեցին իրենց հետ գնալ, իրենց ամերիկահայեր, իրենց հրավիրեցին իրենց թուրք այսպես ընկերները, որոնց հետ իրենք այդպես ծանոթացել էին իրենց երեխաներին անգլերեն դասավանդելով եւ մի խոսքով այդպես կարճ ասեմ, այսինքն ես գնացել եմ թուրքերի մոտ, թուրքերի տանն եմ ապրել 4 թուրք ընտանիքի տարբեր քաղաքներում տարբեր խավեր ներկայացնող, շփվել եմ իրենց հետ, նույնիսկ թուրքերեն էի սովորել, ես լեզու շատ չնայած իրենք անգլերեն էին խոսում, որտեղ Ամերիկայում կրթվածներ էին։ Եվ ես իդեպ նաև այդ թեման, որ դուք ասում եք, իհարկե բավական այսպես նրբանկատ, բայց փորձել եմ, խոսել եմ եւ ես հասկացել եմ մի բան։ Թուրքերը նախ մեծ մասամբ ոչ բոլորը, բայց մանավանդ այս կողմի, հենց Արևմտյան Հայաստանի կողմի, իրենք նախ շատ լավ գիտեն ինչ են արել, հիշում են, եթե չեն խոսում իհարկե բան, բայց եւ ամենակարևորը իրենք եթե դու դա մոռանաս, իհարկե պետք է ինչ որ ձև իրանք ասում են, էլի ասում են Ռուսաստանն է մեղավոր բան, բայց բանը որ դու կոտորվել ես, որ դու ցեղասպանվել ես, ընդ որում այդքան նվաստացման ձևով, եթե դու մոռանաս, իրանք ես երբեք մարդու տեղ չեն դնի, իրանք ես առաջինը կար համարեն։ Եվ ես հասկացել եմ, որ ես իդեպ այն ժամանակ ես ուզում էի, ես վերադարձա Թուրքիայից, ես շատ ուզում էի, որ Թուրքիայի հետ, որտեղ մենք հաղթանակի ժամանակն էր։ Եվ ես ասում էի, որ պետքա Թուրքիա, ես վեճերի մեջ էի ընկնում, ասում էի պետքա, բայց այն ժամանակ մենք հաղթածն էինք։ Եվ այն ժամանակ, այո, այսօր ես նույնիսկ Թուրքիա չեմ գնա, ես ինձ նվաստացած կզգամ։ Այդ ձեր թույլ տվեք հարցը բացենք։ Նույն բանի շարունակություն նույն բանը չի Արցախը եւ բանը։ Իհարկե, բայց կներեք, ես որ ընդհատում եմ, օրինակ այս խաղաղություն թույլ տվեք ընդհատեմ, էլի կներեք, հա։ Բայց տեսեք, ռեալիզմի, այսպես ասենք, դպրոցի մասնագետները քաղաքագիտության ասում են, որ մենք տնտեսությամբ, բնակչությամբ, զորքով, մարդաքանակով եւ այլն մենք նրանց երբեք չենք անցնել, ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջան, այսինքն ինչու եք տենց վստահ, դու գիտեք որ 15 թվին, երբ որ մենք եղավ 15 թվին մենք Թուրքերը դեռ փոքրամասն են եղել։ Ես այլ մարկանց եմ հղում անում, էլի, մասնագետների այդ թևին եմ հղում անում, որը կարծում եմ հնչեցնելով ձեր կարծիք ավելի հասկանալի կդառնա հեռուստադիտողի համար։ Հա, գիտեմ, ծանոթ է։ Այսինքն բարդ է գալ է եզրահանգման, որ մենք հաղթենք, նոր սրանց հետ գնանք հարաբերությունը։ Այո, մենք ժամանակ արդեն հաղթած էինք մենք։ Չէ, բայց հիմա պատված ենք։ Իրանց հաղթելու մասին չեմ ասում, Արցախը հաղթանը։ Հիմա եկեք հիմա վերադառնանք խաղաղությանը։ Հիմա այդ բանը, այդ Վաշինգտոնյան հանդիպումը եւ այլն, ես նեչի որ լրիվ բացական եմ վերապիրում, բայց այնտեղ վտանգավոր մի մաս կա, այդ որ վտանգավորը շատերը այդտեղ միջանցք բառը չէ օգտա, այդտեղ են տեսնում, ես այդտեղ չեմ տեսնում։ Ես ուշադիր կարդացել եմ այդ բաները, փաստաթուղթը, այնտեղ մի քանի չէ Մի խոսքով հենց սկզբից չէ մի քանի օրից հրապարակվեց, ես ուշադիր կարդացել եմ եւ հասկացել եմ, որ ոնց որ թե Նիկոլ Փաշինյանի լեքսիկոնի ասածների մի մասը հենց այդտեղից է գալիս, որտեվ այնտեղ հիմա բառացի չեմ կարող հիշել, բայց այնտեղ մի հատ մտքեր կային, այնտեղ ասում է, որ պետքա դատապարտվի ռևանշիզմն էլ դեռ բան չի, ռևանշիզմ հասկանալի է, որ կդատապարտվի, բայց այնտեղ բաներ կա, որ ներկայացնում է այդ շարժումը, մեր շարժումը հենց որ ասում է 80-ի շարժումը եւ Արցախյան մեր ամոչ բանը, ինչ որ որպես ֆաշիստական մի բան, չգիտեմ այդ բառը գործածումը, կարծեմ Չէ, ֆաշիստ կարծեմ։ Ինչ որ տենց է ներկայացում եւ Նիկոլ Փաշինյանը փաստորեն հենց դա է անում։ Սարսափելի դա է։ Նայեք, այն որ այսօր այո մենք թույլացած ենք Ադրբեջանի ուժեղը եւ աշխարհական իրավիճակն էլ իրավունքին դա ինձ համար ակնհայտ է։ Եվ այո երևի պետք ամենահավաքությամբ պետք է այդ բայց բաներ կա որ դու չպիտի բանանես հասկանում ես դա եթե մենք ունենայինք լավ ղեկավար նույնիսկ պարտված դեպքում ինքը դա կարող էր անել այսինքն դու չպիտի լրիվ սևացնես ամբողջ այդ բանը եւ ներկայացնես որ մեր Արցախյան շարժումը ֆաշիստական շարժում էր ինչ որ մենք ենք մեղավորը մենք ենք հարձակվել այ ախպեր մենք չենք հարձակվել Ադրբեջանն է մեզ վրա հարձակվել ուզում եմ ասեմ բաներ կա այո
Այո, այդ ձևը իհարկե դա դժվար է, անշուշտ Ադրբեջանը ուզում է որ անի հենց որ կատարվի հենց այն ինչ Նիկոլ Փաշինյանն է անում, այսինքն մեզ ներկայացնի որպես ագրեսոր, բայց ձև կարելի էր հմուտ ղեկավարը դա կամ որտեղ դա իր համար ամենակարևոր մի բան է։ Ամեն դեպքում մենք ցավոք պարտված կողմ ենք եւ հարկադրված ենք սրանց հետ խոսել։ Ոնց խոսել։ Ես էլ եմ ասում, որ չի կարելի աչքերը փակել եւ ասել նրանք գոյություն չունեն, էլի։ Ունեն գոյություն։ Նայեք, այն որ ադրբեջանցիք իհարկե ունեցել են կորուստներ, այն որ պատերազմի ժամանակ միշտ լինում են դաժանություններ, հավանաբար հայերն դա հասկանալի է, բայց դա ընդունելը, եթե եղել են այդպիսի բաներ կարելի է ընդունել, բայց ասել որ ամբողջ Արցախյան շարժումը սխալ էր, որ մենք ատում էինք ձեզ դրա նախ քաղաքական բանով, ինչ ասեմ, դիվանագիտորեն սխալ է, հետո ամենակարևորը սուտ է, որտեվ չի եղել ադրբեջանցու նկատմամբ պատելությունը չի եղել առանցքը եղել է արժանապատվությունը, որ այ մենք իդեպ իհարկե այդ շարժումը որ սկսվեց բաներ մենք իսկապես չէինք մտածում որ սովետականությունը քանդվում է, բայց ես հիմա մտածում եմ այ շատերն ասում են չանենք էլի այդ շարժումը, ասենք թե չլներ, ամեն ինչ լավ կլներ, չէ, բայց ո՞նց լավ կլներ։ Եվ մի հատ պատկերացրեք Արցախյան շարժումը չկար եւ սովետականությունը փուլ էր գալիս։ Արցախը դատարկվելու էր։ Առանց կրվի իհարկե, հիմա կասեն, բայց չէ որ ազգային պետություններ են, ասենք նայեք այդ բանը այսօր շատ են, չէ, խոսում դրա մասին։ Ջավախքի ճակատագիր չեր ունենա Արցախը նկատի ունեք։ Ջավախքը լրիվ ուրիշ բան է։ Մենք վրացիներդ իհարկե ունեցել ենք կռիվներ, բայց մեր եւ վրացիների մեջ այդպես բան չկա։ Ուրիշ է Ադրբեջանի։ Ադրբեջան, ասեմ, Ադրբեջան այդ խոսույթը իդեպ շատերի համար նորություն է, ես էլ էի այտենց շատ լավ տեղյակ չէի։ Այդ որ ինքը ասում է ամբողջ արևմտյան Ադրբեջանա, չէ, Հայաստանը։ Այդ բանը նույնիսկ նոր բան չի բարձվում, դա եղել է վաղուց եւ մի հատ պատկերացրեք, որ սովետականությունը փուլ եկավ Ադրբեջանը դրա նավթով եւ բանով, ինքը էլի այդ բանը առաջ էր քաշելու, այսինքն դա ոչ թե նոր բան է, դա իրանց բանն է, գլխավոր կոնցեպտն է բանի եւ ընդ որում դա շատ ահավոր վտանգավոր է, որովհետեւ իսկապես դաժան ով պատմություն գիտի, դաժան պատմության բերումով իսկապես ադրբեջանցի կահագին ապրել են այս տարածքում, որը հիմա մեր Հայաստանն է, հա, այդպես է ստացվել, հա, հայերը գաղթել են այդ մեր բանը եւ դա նշանակում է անգամ եթե մենք այդ Արցախը չուզենար ինքնորոշվել, այդ խնդիրը իրանք դնելու էին։ Իսկ ձեր կարծիքով այսօր ոնց առաջ գնալ ժողովուրդների հարաբերություններում, որովհետև երբ որ ադրբեջանցիների հետ խոսես, նրանք կհիշեն ինչ-որ պատմություններ, ես ճիշտ ասած հա, ես չեմ ունեցել, ես էլ չեմ ունեցել, ենթադրում եմ, էլի, նրանք կհիշեցնեն, ասենք, կասեն, բա Աղդամը ինչու հիմնահատակ ավերեցիք կամ մեր մյուս քաղաքներ, մենք էլ կհիշեցնենք Բաշուշին ինչի հիմնահատակ հայերից էթնիկ զտման ենթարկեցիք եւ ցեղասպանեցիք, այսինքն ամեն կողմը մյուսի նկատմամբ ունի այսպես վերապահում։ Այս վերքերի հետ ինչպես վարվել, ինչ եք մտածում։ Կարելի է դրանք անտեսել կամ եթե չանտեսել ինչպես վարվել։ Կարելի է դրանք իհարկե բայց ոչ թե պատժողական նպատակով, այլ վերականգնման նպատակով, էլի, ոչ թե պատժողական, որ մեզ հարկադրեն ինչ-որ բան խոստովանել, որ պատժեն։ Դա դրա մասին չի խոսքը։ Դեք ես ասեցի առաջ չեմ ունեցի, որ ես Վրաստանում վերջին այցս էր Թիֆլիսում շփվել եմ ադրբեջանցու հետ եւ մենք էլի այդպես ինչ ասեմ, այդ ինչ որ դժվար հարցերի վրա մի քիչ ձևը գտնում ենք խոսելու, դե ինքը շատ համակրելի ճայել տղա էր, մենք ատելություն չունեինք, բայց հետևը կար այդ ցավը եւ այլն, բայց մենք ձևը գտնում ենք։ Նայեք, եթե դու կարևոր դու հիշես ինչ ա եղել, հա, դու հիշես ինչ կարևոր բաներ Արցախյան շարժում։ Եթե քեզ համար թանկ է Արցախյան շարժումը, իսկ օրինակ ինձ համար ես Արցախի հետ ոչ մի կապ չունեմ։ Ես ամբողջ իմ բաները օրինակ Արևմտյան Հայաստանից իմ եւ մորական եւ օրական կողմը այնտեղից է, բայց ես Արցախի հետ ոչ մի կապ չունեմ։ Շատ կուզենայի, ես փնտրել եմ, շատ կուզեի, սիրում եմ Արցախ։ Չունեմ, բայց Արցախ ինձ համար իմ հայրենիքն է եւ ինձ համար շատ թանկ է, որ ես չանցնեմ մի սահման, որ ինքը ես վստահ եմ, որ մի օր Արցախը վերադարձնել հնարավոր։ Հեչ պարտադիր չի, որ ինչ-որ բանով, պատերազմով կամ բանով։ Իդեպ շատ կարևոր մի բան ասեմ, երբ որ ասում ես մի օր պետքա հիշել եւ փորձել վերադարձնել, շատերը մտածում են, պատերազմ, չէ։ Կամ բաներ, որ կարելի է վերադարձնել առանց պատերազմի։
բայց դա պետք է հիշել, դու բաները չպիտի փակես, դու սահմանները, տեսեք աշխարհը դուք պատկերացնում եք աշխարհը ոնց է նայում եք, չէ, աշխարհը ոնց է փոխվում, ես վստահ եմ, որ մի օր այդ Հայաստանը նորից վերականգնելու է իր հեչ պարտադիր չի, որ դրա համար պատերազմ լինի, հեչ պարտադիր չի, որ թշնամանքը դերի դիալնքում։ Եթե մենք ստեղծում ենք արժանապատիվ պետություն, ուժեղ պետություն, իսկ մենք դա կարող ենք, այո, տնտեսական հարցները այդտեղ կարող ենք շատ լավ ենք տնտեսության մեջ, մենք շատ այո, բայց դու մի օր եթե հզորանում ես, դու կարող ես այս տարածաշրջանում նորից վերականգնես քո ուժեղ լինելը, քո դեր խաղալը։ Այսօր սարսափելին ինձ համար ոչ միայն այնա, որ մենք սարսափելին է, որ մենք զրոյանում ենք որպես ազգ, հասկացեք, մենք դուրս է գալիս ինչ որ ֆաշիստ էինք, մենք ինչ որ վերացական բաների հետևից գնացող ինչ որ հիմար ազգ ենք մենք մեզ ներկայացնում, հա, մենք ինչ որ հիմարություն ենք արել, դուրս է գալիս պաշտոնական բանը, դա որ մենք հիմարություն ենք արել, որ ռուսներն են հա մեզ խաղացրել։ Նայեք, այդ պահն էլ է շատ բան։ Այն որ ռուսները ինչ որ օգտվել են, դա փաստ է, բայց դա քաղաքականության օրենքն է։ Կիլիկիանում էլ ֆրանսիացիք են օգտվել, ասենք վերջում էլ Կիլիկիան հանձնեցին, չէ։ Ուզում ասեմ, ներկայաս ընդհանրապես այդ սևեռումը ռուսների ատելության վրա։ Ես որ ջահել էի, այդ բանում կար ռուսների նկատմամբ ինչ որ գերազանցված ինչ որ սպասելիքներ, այդ տեսել եմ, այդ շատ վատ էր։ Հիմա ճիշտ հակառակն է, կա խելագար ինչ որ ատելություն, ասենքն երկուսն է վատն է, պետք է հանգիստ վերաբերվել ռուսներին։ Իհարկե եւ իհարկե այսպես ակնկալիքներ ունենալ չափազանցված, բայց Արցախի պահպանության հարցում նրանք իրենց վրա վերցրին դերակատարություն եւ հիասթափությունը այդտեղից է գալիս։ Ես չգիտեմ, մի օր պարզ կլինի վերջում։ Օրինակ արցախցիների հետ որ խոսեք, շատերը շատ հավատում են, այո, որտեղ արցախցիները իսկապես հավատում են, որտեղ փաստացի իրենց ժամանակին օգնել են։ Դա էր խնդրեմը այդ իմաստով։ Իսկ շատ կարևոր է հասկանալ, որ իսկապես աշխարհը շատ արագ փոխվում է։ Ես տեսել եմ, նայեք, ես այն առաջին փոխվելը տեսել եմ, ես սովետականություն ծնվել մեծացել եմ, այն որ մի ժամանակ ոչ մեկը չի պատկերացնում, արագ կփլվի սովետը։ Նույնիսկ երբ որ սկսվեց փլումը, չէին պատկերացնում։ Այդ արագությունը ուղղակի շշմելու էր։ Ես տեսել եմ ոնց է փոխվում եւ ինչ ասեմ, այդ առաջին փոփոխությունից մենք հաղթած դուրս եկանք, մենք Իսկ եթե ցավոք չկարողացանք, որ դուք այնտեղ ասեցիք ինչու եղավ որ մենք հաղթանակը կորցրինք, այո, այնտեղ շատ եւ քաղաքական գործիչների մեղքը կա, մենք չկարողացանք մեր պետությունը այդ հաղթանակի վրա կառուցել։ Սարսափելին էր, որ այդ տեսեք դուք ասում եք լավ ապրելը լավ բան է, բայց դրանք չպիտի հակադրվեն։ Ազգային քո նպատակները եւ լավ ապրելը չպիտի դրանք պիտի միավորվեն։ Դու պիտի այնպես անես, որ այո, Հայաստանը պիտի լինի լավ ապրելու տեղ, որ մարդիկ գան, որտեղ մենք քիչ ենք եւ չփախչեն։ Բայց դա չպիտի հակադրվի, այսինքն այդ հակադրումը նախ սուտ է, որ ասենք եթե դու ազգային նպատակներ ես դնում, դու պիտի անպայման վատ ապրես, չէ։ Գիտեք ինչ են ասում, այդ ձեզ որպես հակադիր ականջից լսվեց ինչ-որ մի բան, որ ձեզ կհակադարձեն, որ եթե մենք մեր ազգային նպատակները սահմանում ենք Թուրքիա եւ Ադրբեջանի տարածքների վրա միջազգայինորեն ճանաչված, նրանք թույլ չեն տա մենք գոյություն ունենանք։ Ինչ եք դուք մտածում այս հարցի շուրջ։ Շատ չմանրամասնեմ, թե ոնց թույլ չեն տա եւ այլն։ Նախ թուրքերը այդքան միամիտ չեն, եւ եթե դու եթե իրանք չեն ուզում, որ դու ուժեղ պետություն լինես, եթե չուն, այնտեղ տարբեր տարբերակներ կան, բայց այդ տարբերակը ավելի հավանա։ Չեն ուզում, որ դու ուժեղ լինես։ Եթե դու անգամ իրանց ասես, որ դու իրանք դրան չեն հավատա, ախր ասելով չի։ Այդ ասելը, այդ բանը ոչ այնքան Թուրքիային է, իրականում Թուրքիային դրանով չես խափի, դու քո ժողովրդին ես բարոյազրկում։ Հասկացեք, եթե դու ասում ես, որ դու բան ես արել, ինչ որ սխալ բան ես արել, դրա համար են քեզ մորթել, բան, դու բարոյազրկում ես, դու անպատվում ես, դու ինչ ասեմ, եթե դու ունես զոհված Եղեռնուն բան, դու այդ հիշատակն ես պղծում, չի կարելի, դա հենց քեզ ա վնասում, թե չէ Թուրքիան խոսքերին չի հավատալ։ Ինքը գիտի, որտեղ դա քաղաքականության օրենքն է։ Իմ հարցը մի քիչ այլ էր։ Եթե մեր պետության նպատակները, ասենք, օրինակ Արցախի հետ Չէ, ես չեմ ասում բանում գրես, սահմանության մեջ գրես, թե դու բան է, բայց դու հիշողությունը պահես։ Իդեպ թուրքը նա չի, հիմա նայեք, ասենք ես ճիշտ ասած
չեմ բանանում, որ թուրքը ուզում է, որ դու իր բանից հանես, որ Արևմտյան Հայաստանը, որտեվ ինքն էլ է հիշում, որտեվ գնաք թուրքերի հետ խոսեք, ինքը շատ լավ գիտեն։ Իրանք շատ լավ հիշում են, որ իրանք նոր եկած են, չէ, եկել են, չէ։ Իրանք իդեպ շատ մեծ հարգանք ունեն այն տեղերից, որտեղից եկել են այդ Մոնղոլիա այդ կողմերը։ Ես իդեպ սկսում զարմացա, ես թուրքերի հետ որ խոսում եմ, որ ասեցի Թուրքիայի, զարմացա, որտեղ մեր մոտ որ ասում են Մոնղոլիա բան չէ, ինչ որ բան, մի քիչ բան են պատկերացնում, Մոնղոլիան ինչ որ անկապ երկիր։ Ես պատահաբար ինչ որ տենց արտահայտվեցի, բան ու թուրքս վիրավորվեց, ես հասկացա, որ իրանք հիշում են, որ իրանք այնտեղից են եկել, չէ, այն Մոնղոլիայի կողմից, ինչ են ասում, մոռացել եմ, ուրիշ ձև են ասում, Մոնղոլիա չեն ասում։ Այսինքն իրանք շատ լավ հիշում են, որ իրանցից առաջ ուրիշներն են ապրել այդտեղ։ Այդ ադրբեջանցիների նման չեն, որ ասեն էսի մերը Ադրբեջանը ուրիշ պատմություն է։ Ուզում եմ ասել, եթե դու հիշես քո պատմությունը, այ ես եմ ապրել, հետո դու ես հաղթել բան, դա կարելի է բան անել, որտեվ քաղաքականության մեջ դա բանավանդ արևելքում ասեմ։ Ինչպես շփվել այսօր։ Որ կարողանաս եւ քո շահերը պաշտպանել եւ չնվաստանաս, այսպես ասենք։ Կա այդպիսի բան։ Դա եթե այդպիսի խնդիր կա, եթե խնդիրը դնես, դու կարող ես լուծել։ Ամենակում դա ճիշտ հակառակն է նրա, ինչ անում է այսօրվա մեր վարչապետը։ Եվ տեսեք, սարսափելին ինչն է, դա միայն այդ հարցում չի, դուք չեք նկատել ոնց է փոխվել քաղաքական լեքսիկոնը։ Իջել է ամենացածր մակարդակի։ Ասենք Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքը, ովքեր տեսել են, կհիշեն ինչ բանով էր Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում։ Եվ մարդիկ հարգում էին, մարդիկ այդ ոճին էին սովոր։ Եվ հիմա, ասենք, այսօրվա վարչապետը ճիշտ հակառակը իջացրել է ամենացածր մակարդակի, նույնիսկ հայոյանք է չի, ես չգիտեմ ինչ է դա։ Դա քաղաքական մեր խոսակցությունները դարձել են բան, քաղաքական բանավեճ չկա, կա հայոյանք։ Դա ինչ է, դա կապ ունի, դա ընդդիմության պարտությունը չի։ Այն իմաստով, որ ընդդիմությունը չի կարողանում։ Ընդդիմությունը չի, այդպես չի հայոյում, ասենք, չէ, ուրիշ բան նկատի ունեմ, որ միգուցե չեն կարողանում ռեալ այլընտրանքներ առաջարկել։ Դե հա, որովհետև ասում եմ, այդ տակտիկան է վարվում, որ ընդհանրապես այդ լեքսիկոնը մտցվել է, ասենք եկեղեցու դեմ նույնիսկ այդ մտցվելը դա հաղթում է։ Դա բան տեխնոլոգիա է քաղաքական։ Մարդկանց չէ կարողանում իրենց հետևից տանել զանգվածային այնպիսի զանգվածներ, որոնք օրինակ իշխանափոխություն կանեն։ Դե այդ եմ ասում, որովհետև այնտեղ բան դիմացը միգուցե գաղափարներ չկան։ Դե գաղափարները քանդվում են ինքնին, ընդհանրապես հասկանում եք, եթե մեկը հայոյում է, այն է, որ ցույց տա, որ այն ինչ-որ վարչապետն եթե մեկը գաղափար է արտահայտում, դու կարող ես դրան հակադրվել։ Եթե մեկը ինչ-որ հայոյում է եւ բանամ դու ինչ պիտի ասես, ես ավելի լավ եմ հայոյում կամ ես ավելի բան եմ, այդ է ստացվել, այդ է քաղաքական դաշտում այդ է։ Դրա համար ես ճիշտ ասած հիմա ինքս տեսեք, հիմա քաղաքական դաշտից ենք, ես ինքս քաղաքական գործիչ չեմ։ Ես ժամանակին, ասենք, եթե մի կարճ ասեմ իմ պատմությունը որպես բան, դա կարևոր է այս կոնտեքստում։ Ես երեք էլ առաջին գիրքս էի կարդում, պես թեղա, ասենք սկսել եմ բանաստեղծություններ, որոնք այդպես իրականության շատ կապ չունեին, ավելի մետաֆիզիկ, կյանքի մահվան եւ այլն այդպիսի բանաստեղծություններով։ Եվ ամենաառաջ, երբ որ անկախացանք, հաղթեցինք, ինձ թվում էր ամեն ինչ լավ է։ Հետո երբ որ զգացի որ Հայաստանում իսկապես ինչ որ սխալ կողմ են գնում, արդեն խնդիրներ առաջացան, Լևոն Տեր-Պետրոսյանը հեռացավ, այնտեղ սոցիալական բաներ, լարված հարաբերություններ էին, մարդկանց մեր զգացողությունները, որ իրանց այսպես անարդարված են իրանք։ Ես հասկացա, որ ինչ-որ բան սխալ է գնում Հայաստանում, եւ ես սկսեցի քաղաքական շարժումներին մոտենալ այդպես, բայց այդ ժամանակ էլ ես էլի մտածում էի, որ քաղաքական գործիչներն են, դա նորմալ է մտածել, չէ՞, քաղաքական գործիչներն են քաղաքականություն որոշում, եւ ես ավելի շատ այդպես օգնում էի կամ շարժումներին միացել եմ, ես միացել եմ, ասենք 2008-ի շարժմանը, հետո էլի շարժումները, բայց հիմա այն չգիտեմ, այն ժամանակ հիմա չեմ ուզում անցյալին վերադառնալ, ճիշտ է թե սխալ, այսօր ես հասկացել եմ, որ ասենք շատ բան հենց ինձանից կախված է, բայց ոչ որպես քաղաքական հարցերի շուրջ պարզապես խոսող, նայեք, այլ որտեվ բանը տեղափոխվել է արդեն այն դաշտը, որը բանաստեղծի դաշտն է, որտեվ հարվածը արդեն գալիս է հայոց ինքնությանը, մարդիկ արդեն սկսել են մտածել, որ ինչ որ այն գլխից ոչ թե մարդիկ սկսել են մտածել, այլ վերևից այդ քարոզությունն է, չէ՞, մեկ այն գլխից մենք սխալ էինք, գենետիկ նույնիսկ արտահայտություն, հիմա չի ասում մեր վարչապետ կոչվող մարդը, բայց այն սկզբից հիշում եք այդ արտահայտությունը, գենետիկ սխալ, գենետիկ կոդ, գեներին էին հաստում սխալները։
Եվ դա աշխատել է եւ մարդկանց մեջ դե բնականաբար դե պարտվել ես հուսահատված ես, այդ կասկած առաջացել ազգային ինքնության նկատմամբ։ Եվ իսկ ես որպես մարդ, որպես բանաստեղծ, որը եւ լեզուներ գիտի եւ շրջել է աշխարհով, ես որպես բանաստեղծ հրավիրվել եմ տարբեր տեղեր, ես գիտեմ, որ այսօր աշխարհում շատ երկրներ ունեն ինքնության խնդիր, մենք էլ ունենք, բայց մեր բանը շատ ամուր է։ Մենք այն քիչ ազգերից ենք մեր պատմություն երբեմն ձեռ են, չէ՞ առնով, որ հայ ժողովուրդը անդադ հիշում է, որ ինքը հին է բան, բայց դա շատ կարևոր բան է, որովհետև այսօրվա այս իրավիճակներում, երբ որ տեսեք աշխարհը փոխվում է, այդ հիշողությունը ինձ անձամբ, ես կհուսահատվեի, եթե ես հայոց պատմություն չիմանայի, ընդհանրապես պատմություն վատ իմանայի, ես կհուսահատեի, ես մտածի աշխարհը վերջն է։ Բայց քանի որ ես պատմություն գիտեմ, ես գիտեմ, որ անընդհատ այդպես եղել է։ Եվ այդ մեր հիշողությունը, նայեք, այսօրվա մեր ուժը, տնտեսապես իհարկե լավ է, որ մենք լավանանք այդ բանը, այդ սահմանները բացվելն էլ լավ է, ես դրան դեմ չեմ, բայց ամենակարևոր բանը այսօրվա աշխարհում, երբ որ նայեք, Եվրոպայում ակնհայտ ճգնաժամ է, դա պարզ էր, դա վաղուց էր հասնում, հիմա ակնհայտ։ Ամերիկայում էլի ճգնաժամ, ասենք Թրամփի ֆենոմենը, որ Թրամփը եկավ, հետո իրան հեռացրին, վերջապես ուրախ էին, բայց հետո ստիպված հետ կանչեցին, որովհետև ուրիշ տարբերակը չկա։ Ամերիկայում ճգնաժամ է։ Կարող է հաղթարի, Եվրոպան կարող շատ կուզեմ, ես Եվրոպա սիրող մարդ եմ, բայց այս կողմերում անհասկանալի իրավիճակներ են, դե բան աշխարհում Այսինքն այս իրավիճակում շատ կարևոր է, որ դու ամուր ինքնություն ունենաս, քեզ չկորցնես եւ նույնիսկ հնարավորություն կա, որ դու վերածնվես։ Իհարկե մեկ որ ասում ման է, լավ էլի, պարտությունից հետո, բայց ասեմ վերածնունդը բարեսբուն իմաստով, ռենեսանսը, մշակութային վերածնունդը։ Գալիս է եւ բանից իհարկե կլասիկ ռենեսանսը եկել է, երբ որ Եվրոպայում, գիտեք, տնտեսական բում էր, բան էր, նորացում էր։ Բայց ռենեսանսը կարող է գա նաև պարտությունից հետո, երբ որ դու կարիքը զգում ես եւ դու քո ինքնությունը հիշում ես։ Իսկ մեր ինքնությունը, հա, Հայկու Բելից մեր բանն է, կռիվն է, բայց կռիվ ոչ որպես բան, կռիվ, լավ կռիվ։ Աշխարհում այսօր կռիվ է, իդեպ։ Տնտեսական բան իհարկե կարևոր է, բայց նաև կռիվ է։ Իհարկե տնտեսությունն էլ կռվի մի մասն է, բայց տնտեսությունը, ասենք, ես ուզում եմ, որ Հայաստանում բոլորը լավ ապրեն, բայց ոչ թե նրա համար, որ պարզապես լավ ապրեն, այլ որ լավ ապրեն, խնդիրները այդ լավ բանը հերիքի ավելի կարևոր բաների մասին մտածեն։ Հասկանալի է ձեր տեսակետը, շնորհակալ եմ։ Factor TV-ում հյուրընկալել ենք Մարինե Պետրոսյանին։